Դեր Մեսրոպ սեպտեմբերի 1-ն է գիտելիքի օրը, ինչ խորհուրդ ունի ընդհանրապես մեզ մոտ այսօրը եւ մենք արդյոք կարողացել ենք իսկապես գիտելիքահեն հասարակություն ստեղծել, գիտելիքահենք հասարակություն ստեղծել։ Խնդիրներ այսօր ունենք։ Օրվա խորհուրդը արդեն իր անվանման մեջ է, այսօր գիտելիքի օրն է եւ տոն է կրթության, վերափոխման, լույսի, ապագայի մասին երազելու, որտեղ այդ բոլոր ճանապարհները բոլորիս համար բացում է կրթությունը, ինչ ենք մենք կրթվում, որտեղ հավատում ենք, որ այդ ճանապարհով կիրականանան մեր բոլոր ձգտումները, մեր բոլոր երազանքները։ Ինչ վերաբերում է մենք արդյոք կառուցել ենք գիտելիքահեն հասարակություն, թե ոչ, ես կարող եմ ասել, որ մենք ճանապարհին ենք, որովհետև այսօր լուրջ փոփոխություններ տեղի են ունենում հաստատ հանրակրթության ոլորտում։ Այս վերջերս մենք ստացանք վերջնական ճանաչումը Արարատյան բակալավրիատ կրթական համակարգի եւ շուտով կհայտարարվի մրցույթ ամբողջ հանրապետությունով մեկ եւ կընտրվեն դպրոցներ, որտեղ կիրականացվի այդ միջազգայինորեն ճանաչված կրթական համակարգը։ Մենք մտադիր ենք մի ամբողջ ցանց կերտել, գերազանցության ցանց հիմնված այբ դպրոցի ձեռքբերումների վրա եւ վստահ եմ, որ դա էապես բարձրացնելու է մեր կրթության որակը, զուգահեռաբար նաեւ պետական կրթական համակարգն է գնում այսպես ռեֆորմների միջով եւ հաստատ ունենալու է որոշակի արդյունքներ, բացի այդ այս երկու պլատֆորմները, գերազանցության պլատֆորմը եւ ստանդարտը իրար հետ լինելու են սիներգիայի մեջ։ Այնպես որ ես կարծում եմ, որ դպրոցական կրթության ոլորտում առաջիկա տարիների ընթացքում մենք արձանագրելու ենք լուրջ հաջողություններ։ 3 նախագահի նստավայրում հանձնվեցին պարգևները միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներին, մեղու, կենգուրու մրցույթների մրցանակակիրներին եւ այլն եւ պետք է ասեմ, որ տարեց տարի մեր որակը լավանում է։ Այս տարի արդեն ունենք ոսկե մեդալ միջազգային օլիմպիադաներից, արծաթե մեդալներ եւ այլն, այսինքն ուզում եմ ասել, որ տարեց տարի մենք գրանցում ենք հաջողություններ։ Մենք կրթության ազգ ենք, ես մեր ազգի պոտենցիալին հավատում եմ, ընդհանրապես պետք է աշխատանք այդ ուղղությամբ տանել։ Տեր Մեսրոպ, առանձնացնելով ձեր կրթական համալիրը, շատերը նշում են, որ այն մատչելի չէ քաղաքացուն եւ ըստ էության հասարակության մեջ կարծեք թե բևեռացվածություն է առաջանում հատուկների եւ հասարակների։ Այ կիսում եք արդյոք այս մոտեցումը եւ ինչ անել, որ այն դառնա հասու բոլորին։ Գիտեք, այդ կարծիքը բոլորովին հիմնավորված չէ։ Նախ ասեմ, որ մենք ավագ դպրոց ընդունում ենք երեխաներին միմիայն իրենց հանձնած քննությունների հիման վրա։ Բացարձակապես մեզ համար կարևոր չէ ծնողների վճարունակությունը, որտեղ մենք կրթական միջավայր ենք ստեղծում եւ ուզում ենք տալ յուրաքանչյուրին հավասար հնարավորություն։ Ես պետք է ասեմ, որ մեր երեխաների 70%-ից ավելին մեզանից կրթաթոշակ են ստանում, այսինքն մենք անընդհատ գտնվում ենք դրամահավաքի մեջ, որպեսզի կարողանանք հավասար հնարավորություններ տալ մեր երեխաներին։ Բացի այդ, այս ամբողջ շինարարությունը, որ տեսնում եք, սա ծնողների գումարներով չի արվում, այսինքն այդ գումարներով չես կարող այսպիսի բան, այսինքն այս ամբողջը համայնքի անընդհատ նվերն է մարդկանց, մի քանի 100 մարդ ամբողջ աշխարհում հավատացել է կրթությամբ վերափոխվելու այդ գաղափարին, երազանքին։ Եվ այդ երազանքի համար ներդրումներ է կատարում Հայաստան։ Շենքեր է սարքում, կրթաթոշակներ է տալիս, զարգացման ծրագրեր է ստեղծում եւ այլն։ Հայեր են ներդրողները։ Այո, բացառապես հայեր են մեր ներդրողները, ունենք նաև ոչ հայեր, որոնք մեր հայ ընկերների, այսպես ասած, ընկերներն են։ Բայց մի քանի ընկերոջից սկսած նախաձեռնությունը այսօր դարձել է, այսօր իր մեջ ներգրավում է մի քանի 100 մարդ, որոնք հավատում են ինչ-որ բանի, հասկանում եք, միավորվել են դրա պատճառով եւ ստեղծում են այս միջավայրը, ոչ միայն ստեղծել ենք այս միջավայրը, որպեսզի ասենք, տեսեք, մենք ինչ լավն ենք եւ ինչ լավ բաներ ենք անում, այլ ի սկզբանե մտածել ենք ինչպես անենք,
որ հետո սա տարածենք եւ դարձնենք բոլորինը։ Եվ այսօր իրականացնում ենք կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որը գիտեք, համազգային այսպես ծրագիր է, պետական մակարդակի ծրագիր է եւ նպատակը ինչն է, որ այն կրթությունը, որ կա այստեղ, հասանելի դարձնել ամեն մի հայ երեխայի։ Եվ մենք դրան հասնելու ենք։ Դուք ձեր աչքերով տեսնելու եք, որ Ավելի հեռահար ծրագիր է։ հեռահար չէ, այս աշնանից սկսվող ծրագիր է, 2 տարի պատրաստվել ենք այդ ծրագրին, 2 տարի, ստեղծել ենք համաշխարհային մակարդակի առաջնակարգ կրթական պլատֆորմ, ստեղծել ենք ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, որը շուտով կդառնա մագիստրատուրայի ծրագիր Բուհերում, Հայաստանի, եւ ստեղծել ենք միջազգային քննություններ եւ այս տարի առաջի անգամ Հայաստանում Քեմբրիջի համալսարանի հետ իրականացրել ենք միջազգային, բայց հայալեզու, շեշտում եմ հայալեզու, սա կոպիա չի, հայալեզու եզակի քննական համակարգ է ստեղծված։ Այսինքն մեր երեխաները սրանից հետո կարող են հանձնել իրենց երկրում, իրենց մայրենի լեզվով այդ քննությունները եւ ունենալ բոլոր առավելությունները, ինչ որ ունեն աշխարհի լավագույն դպրոցների աշակերտները։ Տեր Մեսրոբիև քանի աշակերտ ունեք ընդհանուր առմամբ այսօր այբում։ Այսօր այբում Դիլիջանի մեր դպրոցի հետ միասին շուրջ 480 աշակերտ ունենք, այս նոր մասնաշենքը որ բացենք, աշակերտների քանակը կհասնի մոտ 600-ի։ Սահմանափակում կա այդ առումով այսօր ինչ որ։ Այո, մենք շատ ցանկացողները մենք ուղղակի ֆիզիկապես չենք կարողանում տեղավորել։